հաղորդում տվողը չի ասել, չէ՞, որ ինքը այդ գործունեությունը իրականացնելու, այդ լիազորությունը իրականացնելու։ Քննիչը նման բան չի գրել, չէ՞։ Մեղադրողները դատանում նման բան չեն ասել, չէ՞։ Դա հարգելի դատարան գնացել ես դատարանջի կայացնելու։ Այս որտեղից օրինացիք։ Դա նման իրավունք ունես, որպեսզի արդարադատություն իրականացնելու, այն ինչը որ դատարանում չի քննարկվել, այն ինչը որ մենք ոչ մեկ հակառակ կողմից չի ասել, դու մեղադրանքի կողմի համար փաստարկ ես։ Դու քո համար բերում ես իրաց փաստարկը, առաջին կետից ոստիկանի համար բերում ես փաստարկը, քննիչի համար բերում ես, դատախազի համար բերում ես։ Կամ եմ ասեմ, որ անարդար է դատարանը։ Ներողություն են խնդրում նման ձևակերպման համար, սակայն սա նույնիսկ շատ մեծ ձևակերպում է։ Վերաքննիչ դատարանին խնդրում ենք ընդամենը մեկ անգամ կարդալ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացած հաղորդում հետարության այս փաստաթղթը եւ փորձել գտնել այն տողերը, որտեղ հաղորդում ներկայացնող պաշտոնատարածը նշել է, թե իբրև հանցանքի փաստը իրեն հայտնի է դարձել դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը իրականացնել։ Հենց կգտնեք, ես ներողություն խնդրում։ Բայց եթե չգտնեք, խնդրում եմ դատական ակտում է տանդարդանակ, դատարանից ինչ լիազորության հիմա է։ Նման բան կա գործում, մենք դրան անդրադարձել ենք։ Բայց այն մարդը չի ասել, որ ինքը լիազորությունն է օգտագործել, դատարանը ո՞նց է նման բան որոշ, գոնե կանչել հարցը քննել։ Բերել ասել ինքը գոնե, իհարկե իրավունքը չուներ այս մասը, որտեղ սա ապացույց չէ, բայց գոնե էլի։ Իհարկե վերաքննիչ դատարանը ևս չի կարող դա գտնել, քանզի դրա մասին ընդհանրապես ոչինչ չկա նշված։ Եվ հենց այդ պատճառով է դատարանը ընդգծել է, որ հաղորդումը պարունակում է ներկայացված մարմինների անվանում եւ համապատասխան պաշտոնատարանձի անձնազգան պաշտոնը, սակայն ոչ մեկը չի նշել, թե դրանում բացահայտված է նաեւ համապատասխան մարմնի կամ պաշտոնատարանձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առավել հանցանքի փաստ։ Ինչի ասում են դեր վերացածն է, ես եմ ասում։ Ինքը հաղորդում է, էլի։ Հետևաբար, եթե հաղորդման մեջ այդպիսի որևէ նշում չկա, ինչու է դատարանը ոստիկանության աշխատակցի փոխարեն նման լիազորություն օրինակ։ Հաջորդը պատասխանը։ Այս ամեն ինչը հիշում եք առաջին պահից ասում է, որ այնքան խայտարակ են խախտումները, որ ամեն մի խախտում ինքնին, սրանք ուրիշ բան չասին, ամեն մի խախտումը հանեք դուրս, ու սա ամբողջ բարության օրինական է։ Ընդ որում հատուկ նշենք նաև, որ չնայած քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու արձանության մեջ նշել է, թե իբրև հաղորդմանը կից ներկայացվել են նաև նյութեր, որոնց վրա հիմնվել է քրեական վարույթը նախաձեռնելու արձանագրություն կազմելիս, սակայն իրականում հաղորդմանակից իրեն որևէ նյութեր չի ներկայացվել։ Ինչին ականատես եղանք հենց այդ հաղորդումը հետազոտելիս, եւ եթե սա կեղծիք չէ, ապա դրանք առնվազն անհայտ աղբյուրից ստացված նյութեր են, որոնք ևս չեն կարող քրեական վարույթ նախաձեռնելու արձանության համար նյութ հանդիսանալ։ Որպես նշվածի հակափաստարկ, մեղադրողները դատարանին վկայակոչեցին նույն այն վկայակոչեցին քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչապետի պաշտոնակատարի գրությունը ուղղված նույն քննչական կոմիտեի մեկ այլ վարչության պետի, որում նշված է, որ ուղղարկում առերևույթ հանցանքի մասին հաղորդումը քրեական դատարանություն օրենսգիր 177-77 նախատեսած կարգը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար նաև նշել է արտիվ 12 թերթ եւ գազային սկալա։ Դատարանը այս առումով ևս այն նույն մոտեցումն է եղել եւ այս նույն մոտեցմանն է եղել եւ իր դատարկությունում նշել է հետեւյալը դժբերում։ Անդրադառնալով պաշտպանային դիտարկմանը, որ հաղորդմանը կից նյութերը անհայտ ճանապարհով է ստացել, քանզի հաղորդմանը կից նշված չէ դրանք արտիվ ներկայացնելու մասին, իսկ նշվածը բավարար է արձանագրելու, որ հաղորդմանը կից նյութերը ստացել են անհայտ արտիվից, ապա դատարանի գնահատման նշված պնդումը չի բխում ոչ միայն նիստի ընթացքում հետազոտված փաստական տվյալներից, այլ նաև վարույթի նյութերից, քանզի նախ վարույթում առկա է հատորներ վարույթներ։ Քննչական կոմիտեի ԵՊԿ քննության գլխավոր վարչապետի պաշտոնակատար Աղաբաբյանի գրությունը ուղղված մեկ այլ վարչապետի, որը նշված է հաղորդմանակից 12 թերթի եւ լազերային ստանալու մասին, ավելին հանրային մեղադրողի կողմից քննական դատարանների ավարտին ներկայացվեց Սուդենի ոստիկանության քիչ առաջ նշած վարչապետի գրությունը ուղղված քննչական կոմիտեի նախագահի տեղակալի։ Ուրեմն, պատվարժան դատում մեր մոտեցումը նախ ինչ վերաբերում է հատոր 1 վարույթի 1-ում առկա քննչական կոմիտեի քննության գլխավոր վարչապետի պաշտոնակատար Աղաբաբյանի գրությունը ուղղված մեկ այլ վարչապետին, որը նշված է 12 թերթի խաղարկի մասին, ապա դրա ուսումնասիրությունից ակնհայտ է, որ դրանում նշված է ուղղարկումը հաղորդումը, սակայն բացարձակապես նշում չկա թե ինչ նյութեր
եւ իր դասավանդած սկավառակ է ուղարկում եւ ամենակարևորը թե որտեղից են դրանք ստացել։ Սակայն դրան հակառակ քննիչը Վարուժ Նախաձեռնի արտոնության մեջ նշել է կապիտան Մարգարյանի արևելույթ հանցագործի մասին հաղորդման եւ կից նյութերի համաձայնություն։ Հասկանում եք, չէ՞, մենք ղեկավարում ենք նրանով, թե ինչ տեսնում ենք։ Այսինքն մենք հասկանում ենք հետևյալ, մենք բարույթի այդ ընթացքի ներկա չենք։ Դատարաններ ներկա չենք։ Բարույթի նյութական փաստաթղթեր։ Մենք նայում ենք այս փաստաթղթերը եւ տեսնում ենք, որ չի համապատասխանում այսինչ հարցը, այսինչ դեպքի, որ այստեղ խախտումներ կա, եւ այլ եւ այլ եւ այլ։ Մենք տեսնում ենք, որ քննիչը գրել է, որ ինքը կանոնել ոստիկանի հաղորդումը եւ դրանքից ներկայացված նյութերը։ Մենք էլ ասում ենք, տեսեք, հաղորդմանը կից նյութեր չկան ներկայացված։ Բայց ասում են, ելա չի որ հաղորդմանը կից չկա, ՀԿԳ վարչության պետի պաշտոնակատարի գրությունը կա, որ դրանում գրած է, որ կից նյութեր է ուղարկում։ Կարելի է իմանալ այդ նյութերը։ Ինչ հաղորդում է ուղարկում, ինչ նյութեր, որտեղից իրան այդ հաղորդումն է։ Այսինքն ընդհանրապես որտեղ այդ կապը, որ մենք պետք է հասկանանք, որ այդ հաղորդում այդ նյութերը, այս գործը ընդհանրապես որևէ կապ ունի։ Շարունակենք։ Այսինքն քննիչը նշել է, որ հիմք համտունել օպերի ոստիկանի հաղորդումը կից նյութերը, սակայն իրականում հաղորդմանը կից իրեն որևէ չեմ ներկայացվել, ինչին ականատես եղանք հաղորդումը հետագործել։ Եվ եթե ներողություն կրկնվեցի։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե որտեղից քննիչը բացեց, թե իբրև այդ արդյունքները հաղորդմանը կից են ներկայացվել։ Եթե դրա մասին նշված չէ ինչպես հաղորդման, այնպես էլ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի պաշտոնակատարի գրության մեջ, ինչն էլ ինքնին նշանակում է, որ դրանք չեն կարող որպես հաղորդմանը կից ներկայացված նյութեր գտնվել, ուստի դրանց վրա հիմնվելով քրեական վարույթ նախաձեռնելու արտոնություն կազմել է ևս եղել է ոչ իրավաչափ։ Պատվարժան դատան, իրականում դատաքննության ընթացքում տեսնելով, որ նշված